վերջում ես կուզենայի շուտով վաղաշաբաթ համայնքում ընտրություններ է, այդ ընտրությունների վերաբերյալ գիտեք, երբ որոշ մարդիկ հիմա փորձում են շահից ելնելով տարանջատվել կամ մեծ հեռավորություն պահել Փաշինյան Նիկոլին, որտեվ այդ մարդի, ինչպես ասում են, այդ մարդի վրայից հոտ է գալիս, հա, հայերեն ասած Վանյա հետ։ Հիմա ուրեմն էս Վանյա, որի վրայից Վանյա տանում, բոլոր առումներով։ Ուրեմն իբր ընդդիմադիր կամ ոչ իշխանական, չասեմ ընդդիմադիր, ոչ իշխանական տեխնացուներ, ոչ ԿՓ-ի տեխնացուներ են վաղաշաբաթի ընտրություններում Հանրապետություն կուսակցությունից մի տեխնացու եւ ԿՊ-ի տեխնացուն, որը հրապարակավ ինքը փորձում է ձերբազատվել այդ հոտից, որի անունն է ԿՊ կամ Փաշինյան Նիկոլ։ Ես հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, բոլոր անխտիր 24 ժամվա ռեժիմով զանգահել այդ կուսակցության իրական տեխնացու, որը փորձում է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ ինքը Փաշինյանի եւ ԿՊ-ի հետ կապ չունի, Արգիշտի Մեխակյանի։ Եվ հարցնել, ընդհանրապես այն հարցերը, որի վերաբերյալ ես կեցված նոր դրսևորեցի ուրացողների աղանդի անդամ ադեպտ լինելու մեջ։ Հարցնեն, օրինակ, Արգիշտի Մեխակյանին Ձեր վերաբերմունքը Արցախին եւ զոհված տղաներին հրապարակավ մինչեւ նոյեմբերի 16 թվականի ժամանակ կա որտեղ Արգիշտի Մեխակյանին տեսնում եք հարցրեք քո վերաբերմունքը Արցախին զոհված տղաներին հրապարակավ թող ինքը ուրանա Նիկոլին որ պայն ասի իհարկե Արցախը մեր հայրենիքն է մեր զոհված նահատակները հանուն մեր հայրենիքի ազատագրության են զոհվել այդ թվում նաեւ իր հայրը Մեխակը սա ինքը փաստացի Մարիամ, ինքը ուրանում է ու Նիկոլին։ Հաջորդը նույն Արգիշտին թող լրագրողները եւ քաղաքացիները հարցնեն։ Քո վերաբերմունքը ցեղասպանությանը եւ այն Արարատին, որ ամեն աստծոր երբ որ աչքդ բացում ես, քո ապրած բնակավայրը այսպես հարևանությամբ է Արարատին գտնվում։ Խոսքս Էջմիածին քաղաքի մասին է։ Քո վերաբերմունքը ցեղասպանությանը եւ Արարատին թող ասի որ ցեղասպանության ինքը հետամուտ է լինելու եւ որից է ձևով, եթե ինքը ընտրվի, Արարատ Սրբազան լեռը երբևիցե ոչ պաշտոնական եւ պաշտոնական գրագրությունից, սիմվոլիզմից չի հանվի եւ ամենավերջում իր վերաբերմունքը եկեղեցուն եւ հավատին։ Մասնապես որքանով է ինքը հավատարիմ մեր առաքելական ինքը արդյոք հավատավոր զավակ է մեր եկեղեցու, եթե ասում է այո, ապա այդ դեպքում հաջորդ հարցն առաջանում, այդ դեպքում ո՞րն է ձեր քայլերը եղել այս ընթացքում, ինչ եք արել, չէ՞։ Խոսքով չի, էլի կենաց չի, կոնկրետ։ Թող ինքը ասի, օրինակ, պաշտպանել է, կեցվածք է դրսևորել։ Եվ ուղղափառ քրիստոնեությանը, եւ ոնց է վերաբերում ինքը աղանդավորներին, այսպես ասենք։ Այնպես որ այս ուրացողների աղանդի բացահայտման, ադեպտներին բացահայտման այդ հարցերը ես նոր նշեցի 3 հիմնական ուղղությունով հարցեր թող լրագրողները մինչև նոյեմբերի 16-ը ամեն աստծոր Արգիշտի Մեխակյանին տան ինքն էլ հրապարակավ եթե ճիշտ կեցված դրսևորի սա գիտեք ինչ է նշանակում որ ինքը փաստացի ուրանում է Նիկոլին իսկ Նիկոլը քանի որ հիշաչար անձնավորություն է կարծում մինչև նոյեմբերի 16-ը Արգիշտի Մեխակյանից չգիտեմ ինչ կսարքի, ասենք քյուֆտա։ Եվս 3 հարց պարոն Նարապետյան, այսօր հոկտեմբերի 27-ն է եւ ըստերության հոկտեմբերի 27-ի շահառուները մի բան որ չկարողացան անել 2008-ին, արեցի 2018-ին։ Խնդրեմ այս մասով ձեր խոսքը եւ որպեսզի ձեզ չընդհատեմ, ինչ է ասում համատեղության կարգով ԵԿՄ նախագահ կամ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատող Սասուն Միքայելյանը Եթե վազգենը կենթանի լիներ, նման բան չէր կարող լինել Ղարաբաղի հետ կապված, ասում է Սասուն Միքայելյանը, խնդրեմ իր այս խոսքը, իսկ ինչ վերաբերում է այդ Փաշինյանի հայտարարությանը, որ Ղարաբաղը մերը չի եղել ներողություն, դե հիմա Մարթա Պահիտակ ասել է Արցախը Հայաստան է։ Ով ասում այդպես։ Սասուն Միքայելյանն է ասում, արդարացնելով Շաքեթավոր Փաշինյանը։ Այսինքն Նիկոլը Պահիտակ ասել։ Այո։
Այստեղ սկսենք վերջից, հա։ Եւ ոստերության Սասուն Միքայելյանի համար Արցախ Հայաստան չէ։ Չէ, մի րոպե։ Նախ ինքը նման բան չի ասել Սասուն Միքայելյանը, բայց ինքը շատ կարևոր նոր մեծ ինֆորմացիա է տալիս։ Գիտեք, պարզ Սարեցին հաճախ իր մտքերը որ ասում է, ենթատեքստով փորձ է արվում ինչ որ մեկին պաշտպանել, բայց ինքը ճշմարտությունն է ասում։ Հիմա դուք նոր կրկնեցիք, ասում է Նիկոլի Պաով ոնց է ասել Արցախ Հայաստան, չէ, կրկին։ Ասում է, դե հիմա մարդը պահի տակ ասել է Արցախ Վերջ, Հայաստան։ այսինքն Նիկոլ Փաշինյանը պահի տակ ասել։ Ինքը շատ ճիշտ է ասում։ Շատ ճիշտ է ասում։ Նիկոլը պահի տակ ասել։ Այսինքն Նիկոլը 18 թվից եւ դրանից առաջ երբեք չի ընկալել, որ Արցախը Հայաստան է։ Դե համար իդեպ այդ գնահատական է համար։ Սասուն Միքայելյանին շնորհակալություն։ Մեկ անգամ։ Մի վարքյան ինքը փաստում է որպես Փաշինյան Նիկոլի մտերիմ, չէ՞։ Ընկեր 2008-ին միասին դատապարտվել են, չէ՞։ Սասուն Միքայելյանը եւս բանտարկություն է ստացել։ Սասուն Միքայելյանը հիմա շատ կարևոր բան է ասում։ Ասա որ Նիկոլի համար երբեք Արցախը Հայաստան չի եղել։ Եվ եթե Նիկոլը ասել է, դա ընդհանրապես կապիկություն է արել։ Ես հիմա իմ անունից եմ ասում։ Այդպիսի կապիկություն արել ինչի համար, որ Ալիևին հնարավորություն տա, որ Ալիևը աշխարհի ուժեղների հետ խոսելուց ասի, այս խեղ կատակը ինձ փակուղի է մտցնում, պարոնայք երկրների նախագահներ, ինձ այլընտրանք չի մնում, քան պատերազմը։ Բայց խորքում Փաշինյանը երբեք Արցախը Հայաստան չի ճանաչել։ Հիմա Սասուն Միքայելյանի երկրորդ միտքը Վազգեն Սարգսյանի հետ կապված, որ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, այսպիսի օրը չենք ընկնի։ Ես համակարծիք եմ իր հետ։ Վստահաբար համակարծիք եմ։ Այսինքն Վազգեն Սարգսյանի սպանությունը հոկտեմբերի 27-ն է, արդեն 26 տարի այդ դեպքից անցած մի քանի թիրախ, մի քանի հարցեր լուծվեց գլխատելով նոր ուժեր Կարեն Դեմիրճյանի հետ, հեղինակություն, ժողովրդի մոտ հույս, հավատ։ Ես ուղղակի ծառայության բերումով որոշակի առումով իրազեկ եմ եղել այդ ներքին խոհանոցին, մարդկանց շփվել, խոսել եւ այլն։ Եվ այն ողջավորությունը, որ կար ուրեմն շրջապատում եւ Վազգենի Սարգսյան եւ ժողովրդի եւ կառավարության անդամների ողջավորությունը, որ դե աշխատեին 24 ժամվա ռեժիմով եւ այլն, նախ սպանվեց այդ ողջավորությունը, այսինքն իրոք պետական առումով որոշակի բացթողումներ, շտկումներ կատարելու եւ այլն։ Երկրորդ ակնհայտ է, որ դա մեղրի հարցն էր։ Ակնհայտ է այն առումով, որ իսկապես եւ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մեղրին սկզբունքորեն դեմ են եղել։ Որոշ տխմարներ ասում են Քոչարյան Ռոբերտը երկրորդ նախագահ, ինքը կողմ է եղել։ Ասում են, բա Վազգեն Սարգսյանի այդ դեպքերից հետո, բայց մեղրին Ռոբերտ Քոչարյանը խի չհանձնեց, որ եթե ինքը կողմ էր, կամ անուղակի սլակներ են իր վրա տանում։ Առնվազն այդ ասողներին կամ պիտի ուղարկել ավան հոգեբուժարան 6-րդ պալատ, կամ ասել վերենգեք ձեր տեղները հիմար հերիքա դուրս տակ, այ գործակալներ կամ ազդեցան գործակալներ։ Ուստի Վազգեն Սարգսյանը ֆիզիկապես շլնելը կարևոր է, այդ մեղրին դեմ լինելն էր, ինքը եւ այդ ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ։ Եվ հիմա կյանքը ցույց է տալիս, թե իրականում մենք կարող ենք արդեն ենթադրել, թե ովքեր են շահառուները այդ դեպքի։ Ավասիկ շահառուներից մեկը Փաշինյան Նիկոլի տեսակն է։ Անուններ չտանք, ահավասիկ, հիմա Փաշինյան Նիկոլը միջանցքը հանձնեց, չէ՞։ Եթե այն ժամանակ Փաշինյան Նիկոլը լինել պատասխանատու անձ, վստահաբար մենք ասենք, որ այո, Փաշինյան Նիկոլն էր այդ ամենի գլուխ, որտեղ ինքը շահառու է, որտեղ ինքը ցանկանում է ավասիկ Արցախը հանձնել, միջանցքը հանձնել, որ իբր ինքնիշխանությունը վերականգնի, նման բան չկա։ Իրականում հանձնվել է մեր երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք, որով թուրքական աշխարհը, որը աշխարհագրորեն իրար հետ կապված չէր եւ Հայաստանը սեպի նման խրված էր, հիմա այդ սեպից մի էլեմենտ հանվել է։ Իրականում այդ սեպը ոչ թե մեղրի հարակից տարածքն է, այլ ամբողջ Հայաստանը եւ թուրքական աշխարհը ուրեմն այդպես է նայում այդ միջանցքին։ Եվ ամենակարևորը Վազգեն Սարգսյանի եւ ընկերների
ֆիզիկապես չգոյությունը իրականում կարելի ասել Ռուսաստանի կարևոր դաշնակից երկրի ղեկավարներին գլխատեցին։ Իհարկե դրանից հետո կարծես թե շատ բաներ այդպես չփոխվեց, բայց փաստը մնում է փաստ, որ ժամանակին եւ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ խիստ մտերիմ հարաբերություններ են ունեցել։ Այո, ես համաձայն եմ ասում Միքայելյանին, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջուներ, վստահաբար նման բաներ չի լինի։ Եվ ձեր առաջին հարցը խնդրում կրկնեք։ Ես չգիտեմ ինչ կլներ Սասուն Միքայելյանի հետ։ Ոնց կարող եմ գնահատել ինչ կլներ։ Իր արարքների համար նկար։ Ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանը որ ողջուներ, վստահաբար Սասուն Միքայելյանի կեցվածքը այդպեսին չէր լինի, ինչպես եղավ Փաշինյան Նիկոլի ժամանակ։ Վստահաբար եմ ասում, հաստատ։ Նույնիսկ եթե ինքը ներքուստ համաձայն չլներ, բայց ինքը դրսևորումներ չէր ունենա։ Եթե նա մեջից է չլիներ, պարոն Աբեթյան, ինքը մեջից է կտածել։ Ես գիտեք, եկեք այսպես ասեմ, հա։ Ես փորձում հասկանալ ձեզ իհեճան։ Ես ուզում եմ ասել այսպես, հա, նույնիսկ շատերը իրենց իրականում ներսը շատ բաներ են պահում, չեն արտահայտում, հա։ Վստահաբար Վազգեն Սարգսյանի ժամանակ շատերը մի կերպ էին, այս իրադարձություններով, երբ որ մենք անցանք, լրիվ այլ մարդիկ դարձան։ Ես կարծում եմ իրականում այդ մարդիկ հենց եղել են այնպես, ինչպես նախկինում չէին, հիմա են բացահայտվել։ Այն ժամանակ պայմաններ չկար բացահայտման։ Հիմա բացահայտվել են։ Եվ շատ քչերը կան, որ նույն էին, ինչպես 90-ականների սկզբին, ինչպես 2000-ականների սկզբին, ինչպես 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո եւ նույնն են հիմա։ Ցավոք սրտի քչերն են մնացել։ Այսինքն մնացածները իրականում իրենց ներքին էությունը կամ իրենց ընկալումները, մտածումները այն ժամանակ այլ ա եղել։ Ուղղակի հանգամանքները թույլ չեն տվել, մարդիկ թույլ չեն տվել, որ ասեն դրա մասին։ Տարբեր շահադիտական, վախ եւ այլն, այս բոլորը մի կողմ վրա, բայց հիմա երբ որ այդ խոչընդոտները չկան, մարդիկ դրսևորվում են։ Բայց դուք առաջին հարցը մեկ այլ բան եք տալիս, մինչեւ հա 27-ի, հա, ես ասեցի։ Այո, 2018-ին իրականում այո, դուք ձեր գնահատականն ես համակարծիք եմ, որտեվ 18-ի իշխանազավթումը բերեց այս կորուստները եւ Արցախի կորուստի եւ Միջանցքի տալու եւ շուտով առավել քան համոզված ասեմ, պայքարա գնալու Հայաստանից ռուսական 102 բազան դուրս տնելու, ատոմականը փակելու, ռուսական գազից ուրեմն կտրվելու, երկաթուղին օտարներին հանձնելու եւ այդպիսի գործընթացներ։ Այսինքն Հայաստանը մտցնում է թուրքական աշխարհի մեջ։ Եթե 3 նախագահների ժամանակ Հայաստանը կարողանում էր մանևրել, այսպես ասենք, կոմպլիմենտար եւ, հա, որը ըստից ես գտնում եմ սխալ էր, իմ անձնական կարծիքով դա սխալ էր։ Բայց ինչևէ, կարողանում էին մանևրել։ Հիմա եկել է պահը, որ 18 թվականին սրան բերեցին, որտեղ Հայաստանը ամբողջությամբ պիտի մտցվեր թուրքական աշխարհի մեջ։ Եվ այն խոչընդոտները, որ կային թուրքական աշխարհի մեջ մտցնելու, պետք է վերացվեր, երկու խոչընդոտ վերացվել է, Արցախը, Միջանցքը։ Երրորդ խոչընդոտը ռուսական ռազմական ներկայությունն է, չորրորդ խոչընդոտը տնտեսական ներկայությունն է։ Այս երկուսն էլ հանում են Հայաստանը այլևս թուրքական աշխարհի մաս է։ Տնտեսական ասացիք, մի հարց էր, անցած շաբաթ ազգային ժողովում քվեականները եռանդորեն քննարկում էին ադրբեջանական ցորենի մասին։ Չէ, ասում է ղազախական ցորենն, նույնիսկ ցորենը կարող ղազախական չլինի, իբր Ղազախստանից Ադրբեջան ու Հայաստան է գալիս։ Ասենք, այդ ցորենը գալիս էր Արցախից, այնտեղ ոչ Ղազախստան կար, շատ ավելի շատ էր գալիս, ավելին ասեմ, եւ շատ ավելի էժան էր գալիս։ Հասկանում եք։ Հիմա խեղ կատակները մեր հայրենիքի մի մասը հանձնել են, ուրախանում են, որ քո հաղթող թշնամին ուրեմն ողորմած է քո հանդեպ եւ իր տարածքով քեզ հաց է թույլ տալիս ուղարկել։ Իդեպ գիտեք վտանգը որն է դրա։ Երբ որ քեզ սովորացնեն մյուս տեղերից փակեն, Ադրբեջանը դրանից հետո ինքը կարող է նստացնել մեզ իր գազի եւ իր տարածքով քեզ ծնունդ մտցնելու ասեղի վրա։ Ցանկացած բան այդ ասեղը կարող է քո մարմնից հանի։ Դու լինես եւ սոմամա եւ չունենաս գազ, այսինքն չունենաս հոսանք։ Այսինքն մեզ նստացնում են ադրբեջանական ասեղի վրա։ Սա է նշանակում։ Այն հորթի հրճվանքով որ ուրախացած են, ընդհանրապես ճիշտ ժամանակները որ գա այդ բոլորին կարելի է լցնել մեքենաները
կամ ինքնաթիռները ուղարկել Ադրբեջան, թող գնան հոգեհարազատ իրանց ժողովուրդի հետ ընդեղ ապրեն, բոլոր իրանց ընտանիքի անդամներով, ասենք մի քանի հազար հոգի պիտի լինեն, ավել չեն լինի, գնան թող ապրեն էլի։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարում է. առաջին անգամն է, երբ մենք բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Այնուհետև հայտարարությունը, որ Ադրբեջանը վերացնում է դեպի ԼՀ տարածման սահմանափակումները, պատմական իրադարձություն է։ Կարևոր է, որ ԼՀ-ն էլ համապատասխան քայլեր անի։ Իսկ ո՞րն է այդ համապատասխան քայլերը, հետաքրքիր է, իսկ ինչ պետք է անի։ Այսինքն Ադրբեջանի պահանջները համապատասխան քայլը Ադրբեջանի պահանջները կատարելն է։ Ինչ է ասում Ադրբեջանը։ 1 միլիոն նախագահ Ադրբեջան, 1 միլիոն քաղաքացու վերադարձ, ասում է։ Ռեպարացիա 150 միլիարդ դոլար, ասում է։ Կոնտրիբուցիա ասում է, թիվը չի ասում, որ կարող է 2 անգամ ավելի շատ լինի, քան ռեպարացիան։ 4000 Ադրբեջանի խաղաղ բնակչի սպանության մեջ մեղադրվող տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիների նկատմամբ շուտով կարող է հարուցվեն քրեական գործեր, որից հետո Ադրբեջանը հետախուզում հայտարարի եւ Փաշինյանին ասի, դե հիմա արտահանձնում ես ինձ այդ մարդկանց։ Ընդ որում դա եւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթի մեջ կետ կա 4000 այդտեղ չի երևում, բայց 4000-ը երևում է Ալիևի այս տարի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր հայտնի ելույթի մեջ։ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ալիևը որից է ձևով զիջումներ անում է, ոչ։ Ավելին այս միջանցքը, որ այս խեղկատակը արբեցող ծառայություն ասում է, որ դա Տրամպի ուղին է, Ալիևը շատ հստակ ձևակերպում է։ Այո, ասում է, Տրամպի ճանապարհը անցնում է մեր Զանգեզուրի միջանցքի մեջով։ Այս վերջերս էլ այդ հացատիկի հետ կապված Ալիևը Զանգեզուրի միջանցք էր ասել, բայց մի հատ ծղրտոց չեղավ սրանցից։ Սա է իրականությունը, այնպես որ շատ վատ է, որ Հայաստանը նստացնում են ադրբեջանական ասեղի վրա, որտեղ Ադրբեջանը մեզանից պահանջներ ունի եւ գինա ուզելու, ասելու է հացահատիկը տալիս եմ, գազը տալիս եմ, պահանջներից կատարում ես, չես կատարում, փակում եմ, շուտով էդ են անում, ես հացահատիկն է, այլ ապրանքներ, հետո ռուսական գազը փորձեն կտրել եւ այդպես շարունակ։ Հետո Ալիևը բնականաբար որպես հաղթած պետության երկրի ղեկավար Հայաստանից կվերցնի մաքսիմում, այդ թվում նաեւ 1 միլիոն ադրբեջանցիների այստեղ ապրելու իրավունքը։ Այսինքն Հայաստանը կեսնել է վերցնելու այդ մարդը, խաղ ձևով։ Այնպես մեր ժողովուրդը թող հասկանա, այն հորթի հրճվանքով, որ մի քանի տասնյակ կամ 100 մարդ կողքը կանգնում են Նիկոլի, վերջում իրանց երեխեքին, թորներին, այն տարիքով պապիկներ են խոսում, մազերը սպիտակած, բանսարկու այն մի հատ խիստ խոսք ասեն, որ կարող է լսեն, պարվա բոզերի նման, երեք մեկին լսում է այդ Նիկոլի կողքը, չէ, այդ գյուղացի մարդը էլի, մեկը սենց մտածում հետաքրքիր է, այս կյանքում ինչ ա եղել էսի, որ այդ տարիքին հասել է։ Ասենք եկեղեցու վեհապար հայրապետի մասին միլիոններից է խոսում, 2-3 անգամ ամուսնացել ասես բաներից, բամբասող։ Եվ այս տեսակն է, որ այսօր մեր դեմ օգտագործվում է։ Այս տեսակը ուղղակի ընդհանրապես ճիշտ ժամանակներում տնից պետք է գլուխը չաներ, որ պայն բերանը բացել sense բաներ խոսալուց իր կինը կամ տղան ուղղակի սիրով խնդրեին, որ բերանը փակեր ու վերընկներ այնտեղ, որտեղ որ մի կտոր հաց ուտի մռափի իր մնացած տարիներն էլ ապրի։ Եվ sense-ներն այսօր հրապարակ ու բարձախոս են տալիս։ Դա համար վիճակը էս է։ Եվ որ 1 տարի 8 ամիս սահմանի զոհ չկա։ Դա է խաղաղությունը իր չափով։ Իսկ հետաքրքիր է, որ այդ դրանից առաջ կար, այսինքն պատերազմը երբ է ավարտել, ջերմուկից հետո, գեղամբանից իշխանասարից հետո, Սև լճից հետո, հա, այն ժամանակ չէին ասում։ Բայց ես ուրիշ բան ասեմ, հələ զոհերի թիվը թող նայեն։ Այդ մի տարի 8 ամիս ինչքան զոհ ենք տվել։ Բայց եթե հակառակորդը չի կրակում, այդ չի նշանակում, որ չի էլ կրակելու։ Այս հարբեցող ծաղրացուն մտածում է, որ եթե մի տարի 8 ամիս ես խաղաղություն եմ վաստակել, ուրեմն դա հավերժ խաղաղություն է։ Ես Իսրայելի եւ Գազայի հատվածի մասին ընդհանրապես բերեմ փաստ, այս ամսվա, հոկտեմբեր ամսվա։ Հոկտեմբերի 10-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում
Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Եգիպտոսի եւ Կատարի ղեկավարների միջնորդությամբ ստորագրվում է հրադադարի ռեժիմ։ Ընդ որում մեզ մոտ խաղաղություն չի։ Մեզ մոտ հրադադարի ռեժիմ է ստորագրվել։ Պատերազմը մեզ մոտ չի կանգնել։ Եվ օգոստոսի 10-ին ստորագրվում է մի փաստաթուղթ, որով փոխանակում գերիների պատանդարում մարդկանց Համասի եւ Իսրայելի, որից հետո գործընթացներ էլի։ Հոկտեմբերի 13-ին ստորագրած փաստաթուղթը ուժի մեջ է մտնում։ Եվ ընդամենը 6 օր հետո հոկտեմբերի 19-ին 120 ավիառումբ ծանր մեծ լիսկով Իսրայելը թափում է Գազայի հատվածի բնակիչների գլխին։ Էս էլ ստորագրված հրադադարի ռեժիմի երաշխիքները։ Առավել եւս, որ գլոբալիստները փորձում են չհանձնել իշխանությունը։ Միացյալ Նահանգների նախագահի այնուամենայնիվ փորձում են ընդդիմանալ։ Իսկ ինչ հնարավորություններ ունեն իրավիճակի մեջ որոշակի առումով, որակական առումով փոփոխություն մտցնելուց, կարծում եմ Ռուսաստան դեմ երկրորդ, երրորդ, չորրորդ ճակատներ բացելն է։ Ընդ որում, եթե երկրորդ ճակատը հիմա առավել հավանական համարվում էր Մոլդավիայի Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության 400,000 բնակչության նկատմամբ ինչ-որ գործողությունները, հետո շրջափակման մեջ գտնող Կալինինգրադի մարզի 3.5 միլիոն բնակչության, ապա ուղղություններից մեկը, որտեղ կարող են ճակատ բացել, հարավային Կովկասն է, ընդ որում հայ-ադրբեջանական ռազմական բախման հետևանքով։ Այդ ժամանակից հետանքի Ալեն Սիմոնյանին եւ Փաշյան Նիկոլին են հարցնելու, ասեն տղեր, քանի որ դուք ասել եք, որ կռիվ չի լինում, մի բան արեք էլի, մենք մեր խոսքը պետք է կատարենք, դուք էլ ձեր ժողովրդին մի կերպ խաբեք, ասեք դե չստացվեց։ Կարծում եմ այսքանը եւ սրանց խոսքերին մի տարի 8 ամիս կռիվ չի եղել եւ այլն, այս նման այն մարդկանց, ովքեր ասում են շնորհակալություն հայտնեք, որ դուք արև եք տեսնում առավոտ շուտ արևածագ, երեկոյան մայրամուտ եւ կարողանում եք օդ շնչել եւ ջուր խմել եւ հաց ուտել։ Այդ է մեր շնորհքն է։ Այսինքն գործը կարող է հասնի նման հիմարություններ, էլ ինչ որ դուրս են տալիս նրան։ Այսքանը։